Եկեք փորձենք հասկանալ, թե ինչու եմ ընտրել հենց YouTube-յան հարթակը։ Նախ եւ առաջ երևի թե որևէ սոցհարթակում կամ առհասարակ որևէ հարթակում լինելուց առաջ երևի թե ամենակարևորը հասկանալ, թե որ լսարանի համար ես դու նկարում եւ որ տարիքային կատեգորիային ես դու ուզում դիպչել։ Առհասարակ ես հասկանում եմ, որ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե որտեղ է ավելի շատ իմ լսարանը, որպես այդպեսին, հա։ Եվ իհարկե, բոլոր հարթակներում կարելի է լինել եւ անալիզ անել, վերջի հասկանալ, որտեղ կարելի է լինել, բայց YouTube-յան հարթակը ինձ համար իմ տարիքային խմբի այն թիրախային տարիքային խումբը, որ ես ուզում եմ ունենալ, հիմնականում YouTube-յան հարթակում պետք է գտնեմ։ Բայց ամենակարևոր պատճառը, որի դեպքում ես որոշեցի բացել YouTube-յան ալիքը, դա այն է, որ ես ցանկանում եմ միանշանակ, որպեսզի հնարավորություն ունենայի իմ խոսքը եւ իմ պրոֆեսիոնալիզմը որոշակիորեն, հա, որը որ ես ձեռք եմ բերել, ողանում ներկայացնել մի հարթակում, որտեղ հնարավորություն ունեմ նախ ընդլայնվելու եւ երկար ֆորմատով որպես այդպեսին հանդես գալու, հա, եթե ռիլսերում դու ունես ավելի քիչ ժամանակ հացնելու մարդկանց քո պրոֆեսիոնալիզմը կամ քո մասնագիտական հմտությունները կամ քո կարծիքը, ապա YouTube-յան հարթակը տալիս է քեզ այդ հնարավորությունը, գնալու հնարավորությունը ավելի փոքր է եւ դանդաղ է ընթանում, բայց կան մի շարք առավելություններ, որոնց մասին հիմա կխոսենք։ Մի շարք առավելություններից ամենակարևորը միանշանակ այն է, որ դու կարողանում ես երկար ֆորմատով ներկայանալ եւ ցույց տալ մարդկանց այն բոլոր հմտությունները, այն բոլոր կարողությունները, մտքերը, գաղափարները, սկզբունքները, որոնք դու ունես, դա առաջին հերթին, երկրորդը ամուր community-ին, որը որ ստեղծվում է YouTube-յան հարթակում, այստեղի 10 հետևորդը հավասարազոր է Instagram-յան կամ TikTok-յան 10,000 հետևորդին։ Ինչու, որովհետև որպես այդպեսին, եթե դու ունես հետևորդ եւ ինքը քեզ հետևում է, բնականաբար դու ունես ասելիք, որպես այդպեսին Ճիշտ է, TikTok-յան եւ Instagram-յան հարթակում դու նույնպես կարող ես դրսևորվել, բայց այնտեղ հնարավորությունը դրսևորվելու ժամանակահատվածը որպես այդպեսին կարճ է։ Իսկ այստեղ, եթե մարդիկ իսկապես մի քանի անգամ դիտում են քո վիդեոները, հա, իրենք դառնում են ավելի հավատարիմ եւ ընդ որում, եթե ռիլերի դեպքում իրենք կարող են ուղակի նայել քո էջը կամ քո ռիլը եւ ուղակի թերթել, այստեղ եթե այն թեման, որը որ դու շոշափում ես, իսկապես հետաքրքիր է, հետևորդը միանշանակ մնալու է։ Պատճառներից մեկը նաեւ այն է, որ YouTube-յան պորտալը ինքն է առաջնորդում եւ առաջ տանում կրեատորին եւ մյուս հարթակները ավելի շատ այժմ կենտրոնացած են թարգեթով առաջ տանելու սկզբունքով կա ժամանակ է ստատիստիկային եմ հետևում միանշանակ ամեն օր երևի թե եւ այստեղ ինչ եմ բացահայտել, որը ինձ համար շատ հետաքրքիր է, YouTube-ը ինքը շատ անգամ ցույց է տալիս բազմաթիվ հետևորդներին եւ իրենք ընտրում են միանշանակ այնտեղ մի քանի հանգամանքներ կան, որի արկայության դեպքում մարդիկ նայում են կամ չեն նայում, դա արդեն կախված է մեզանից, բայց այն հետևորդների եւ այն հանդիսատեսի, հա, քանակը, որին ցույց է տալիս անվճար կերպով ցույց է տալիս YouTube-ը, ավելի մեծ է, քան Instagram-յան, TikTok-յան հարթակներում տրամադրվող հանդիսատեսի չափը։ Սա չափազանց կարևոր է։ Մեկ վիդեոն կարող է ցուցադրվել այստեղ ենթադրենք 10,000 հոգու միաժամանակ, բայց դա հնարավորություն չի տալիս Instagram-յան կամ TikTok-յան հարթակը։ Ընդ որում մի քանի խորհուրդներ եմ ուզում տալ այն մարդկանց, որոնք իսկապես ուզում են YouTube-յան ալիքը բացել, միանշանակ յուրաքանչյուր սոցհարթակի նման այս հարթակը եւս պահանջում է անընդհանրություն, այսինքն որոշակի ջանք, ռեսուրսներ, ժամանակ, այնուամենայնիվ դա ձեզանից կպահանջի, ինչպես եմ ես դա հաղթահարել եւ ինչպես եմ անում եւ կազմակերպում իմ օրը այնպես, որպեսզի ես կարողանամ այնուամենայնիվ շաբաթական 2 վիդեո պարտադիր տեղադրել։ Ես այդ սկզբունքով եմ իրականում առաջնորդվում, հա, այսինքն շաբաթական 2 վիդեո պարտադիր կերպով պետք է լինի հարթակում, դա առաջին սկզբունքն է։ Երկրորդ սկզբունքը յուրաքանչյուր օր ես տեղադրում եմ միանշանակ 2 շորտսեր։ Շորտսերի միջոցով դուք կարող հետևորդների քանակը ավելացնել եւ արդեն իսկ
վիդեոների միջոցով մարդիկ կարող են մնալ, որոշել մնալ կամ գնալ ձեր հարթակից, ձեր ալիքից։ Ես միանշանակ կկիսվեմ այն ջողություններով, փոքրիկ հաջողություններով, որոնք ես ունենում եմ այս հարթակում, եւ եթե ուզում եք հետևել եւ ինձ հետ անցնել այս ճանապարհը, բաժանորդագրվեք, կքննարկենք բոլոր էտապներում եղած դժվարությունները, բոլոր հաղթանակները եւ կկարողանանք միասին վերլուծել եւ առաջ գնալ հասկանալով ալգորիթմները, հասկանալով թե ինչպես կարելի է առաջ գնալ եւ եթե դուք ունեք բիզնես, եթե ուզում եք բարձրացնել ձեր լիչնի բրենդը, ապա կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է։ Ես կկիսվեմ իմ փորձով, դուք չեք կատարի այն բոլոր սխալ քայլերը, որոնք դուք կարող եք անել, եթե չունենայիք իմ փորձը։